Ժամանակ։ Վերջին հարց։ Վահե ջան, թույլ տվեք ես որոշեմ իմ կարգավիճակը։ Վերջին հարցը, հարգելի Վահե, վերջին հարցը։ Խնդրում եմ հարցը Դուք եք որոշել։ Հարգելի Վահե, վերջին հարցը։ Պարոն Կարապետյան, ես ձեր կազմատեսնումը որ սենց կանոնած է, ես մտածում եմ, որ դուք ցուցակի, օրինակ ձեր ցուցակի ավելի լայն կազմով լինեք, մի 100 հոգով ստեղ ունեք, բացուրեն դահլիճը չէր երեկ, պետք է նոր դահլիճ։ մի օր կլինենք, պարոն Մակարյան։ Կոնդիցիոները կփոխեք, չէ՞ որ շատ։ Շատ բան կփոխենք, բայց մի հատ կարևոր բան կա փոխելու, դա փոխենք, մնացողը փոխվող է։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք խոսում եք Տիգրանաշենի մասին, դիմեցիք սիրելի Տիգրանաշենցիներին, հասկացնելով, որ իրենք մեծամասնություն են տեղի ձայնեցել Փաշինյանին, ու դուք հիմա իրենց հարցն եք քննարկում, եթե Տիգրանաշենցիները գնացել եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել, որ ինքը հանձնի Տիգրանաշենը, մենք դուք մյուսներին չենք անհանգստանում, թող հանձնի, ինքը չեն մտել այս երկու հոգու մարդկանց ներանձնական հարաբերությունների արանքը։ Մարդիկ հանձնում են, կողմ են, որ իրենց տարածքը հանձնեն, ինչ է ցանկանում, թող հանձնի։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը անընդհատ այս մի քանի անգամ այս ամբիոնից դրանց առաջերտվածությունների ժամանակ ակնարկեց, որ դուք ձեզ Ռուսաստանից ուղարկել են այստեղ, որպեսզի հեղափոխություն անեք, իշխանապողություն անեք, բայց չկարողացաք եւ հիմա այնտեղ պատասխան ունեք տալու Ռուսաստանին կամ ինչ-որ մարդկանց կռևելի կողքի շենքի երևի Ուկրաինայի հյուրընկալություն նկատիվներ կամ չգիտեմ, դա չէ, դա դες կողմ։ Եվ խոսքը ինչ-որ մարդկանց պատասխան ունեք տալու եւ չգիտեք ինչ պատասխան տալ, թե ինչու ստեղ չստացվեց իշխանապողություն։ Դուք այս մեղադրանքներին, եթե դուք հիմնավոր չեք համարում, ոնց եք արձագանքում, ու մի բան էլ, ուրեմն ձեր կոնկուրենտ օֆիսը ներքևի հարկի փոքր Ֆրանսիան Հայաստան դաշինքը, իրենց կողմից հենց ակնարկներ են հնչում, որ մենք չենք պայմանավորվել իշխանությունների հետ բարեկրթության ինչ-որ շրջանակներ չենք գծել, չենք պայմանավորվել, որ պետք է բարեկիրթ լինենք, իրար հասել ինչ-որ բաներ չնենք, ու ինչ հարց ուզում ենք տալիս ենք առանց պայմանավորվածությունների, չեք կարծում, որ այսպես այս խայտոցները մի քիչ ձեր մտերիմ ոչ կոնկուրենտ համագործակցային հարաբերությունները խաթարանավորվեք, դուք հիմա պայմանավորվել եք իշխանության հետ, թե չեք պայմանավորվել։ Շատ լավ։ Առաջի հարցը։ Առաջին հարցը մեծ փոփոխություն, երկրորդը Տիգրանաշենի հետ կապված։ Նախընտրական շրջանում իշխանությունը չէր ասում Տիգրանաշենցիներին, որ հանձնելու է Տիգրանաշենը։ Անգամ օգտագործեցին տերմին օպտիմալացում տարածքի։ Մենք չգիտենք այդ ինչա։ Օպտիմալացնում էին, այսինքն չկար խոսք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Երբ շատ ընդդիմադիր գործիչներ այդ մասին ասում էին, իրենց ալարմիստ էին կոչում, այսինքն մարդիկ, ովքեր միշտ վատ լուրեր են ասում։ Վատ լուրեր ասում ես, որտեվ վատ լուրեր լինում են։ Ամեն տարի նոր վատ լուր։ Այդ պատճառով հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում են գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետքա գնայինք բան անեինք, համերգների մենակ պետքա գնայինք։ Դրա համար վատ օրեր սպասում են եւս։ Այսօր անգամ տարիներ անց, ամիսներ անց, եթե մենք փոփոխությունը ամեն ինչ անելու ենք որ լինի, եթե չլինի, այսօրը հիշելու ենք որպես լավ դիրքավորման ժամանակաշրջան։ Ինչպես հիմա ստիպված ենք լինել ասել, որ թրիփը ճանապարհ է, միջանցք չէ, որ հանկարծ միջանցք չմնա Հայաստանի վրա, որ մյուս կառավարությունը բանակցելու տեղ ունենա, որ ճանապարհ պահի ճանապարհը։ Երրորդ հարցը նախ որ ձեզ մեղադրում են այդ Ռուսաստանի մասով որ պատասխանում եք տալու, որ
ուղարկել են իշխանապողություն եւ Հայաստան Դաշնության։ Իրենք ում հանձնարարություններն են անում, որպեսզի հասկանանք ինչ օրակարգ կա, մտնում ենք Բայրամովի Twitter-ը նայում ենք ու գիտենք այդ շաբաթ ինչի մասին է լինելու կառավարության ներկայացուցիչների խոսույթը։ Իսկ դուք իրենք ասում են, բա դուք ում հանձնարարություններ կատարում ում եք պատասխան։ Մենք եկեղեցու վրա հարձակումը ինքը հանձնարարությունով են իրենք կատարել։ Դրա պատասխանն է եղել մեր քաղաքական դաշտ մտնելը։ Թող ուրիշ ուղղությամբ ամեն անգամ թեման չփոխեն։ Իրենք են եղել են կատալիզատորը, որ մեզ մտցրել են քաղաքական process-ների մեջ։ Շնորհակալություն։ Մենք մի հատ sense մոտեցում ունենք, մեր հայրենակիցները պետքա նորմալ որակով, լավ հայերենով, ինչքան հնարավոր է դա, լավ հայերենով քաղաքական խոսույթ լսեն։ Եթե մենք պետք է օգտագործենք փողոցային բառապաշար, որպեսզի բոլորը գոհ լինեն, չեմ կարծում, որ իմ պատկերացրած երկրի ապագան փողոցային բառապաշարով խորհրդարանն է։ Շնորհակալություն գործընկերուհի